դա որևէ կերպ պետք է իմ գործողության վրա չանդրադառնա։ Լսեցի Սարնասը առաջ ես իմ արտադրությունը իրականացնում։ Իմ վերաբերումը դիտել որ առաջ այդ SMS-ով է բանով պատմում, հիմա հրապարակային խոսում են, ասում սենց պիտի անել։ Ես ինչ ասել եմ, սա պիտի անել։ Մանկոջան, ինձ ոչ SMS են ուղարկում, ինչը հրապարակային խոսքով կոնկրետ չգիտեմ։ Բայց լսել եք։ Լսել եմ, ձեր ասածը ես լսել եմ։ Նոր ասեմ չեմ լսել։ Ես ձեր ասածը լսել, բայց ինչ կապ ունի։ Դուք որևէ անգամ, ասեմ ինչ կապ ունի մեր։ Ասեմ ինչ կապ ունի, որովհետև ես ուրիշ քրական գործով չեմ։ Այն անգամ մենակ սա է, ինձ ասում է դու պիտի նստես, հետո ասում է դատավորները ով որ սենց հարանում վետին չգիտեմ ինչ եղալ եղալ, սա վերաբերում է ինձ և ձեզ, ձեր անունը չի տվել, բայց կոնկրետ վերաբերում է ձեզ, որտեղ ես ուրիշ դատական գործում չկամ, ստեղ եմ կապ։ Տեսեք, ես ավոր քրաշում դատարանի վրա պետք է ընկալեք, թե ոչ, և շուշում դատախազի։ Քրադատավորական հստակ ընթացակարգ կա, ճիշտ է, այս քրեական գործը մենք ստացել ենք ճրավեք դատարանից, բայց երբևիցե քրեական գործով իրականացվել է նախաքննություն, արդ իրականացնող քննիչը կամ քննչական խմբի ղեկավարը քննչական խումբ է գործել, համոզվածություն են ունեցել, որ անձի դատապարտումը մեծապես հավանական է, կազմել է մեղադրական եզրակացություն, այդ մեղադրական եզրակացությունը, տեսեք, օրենսդրական ձևակերպում մեծապես հավանականություն։ Հակառակ դեպքում դատարանը կամ դատախազը կունենա նոտարի ֆունկցիա, այսինքն ինչ բերեին մենք պետք է հաստատենք։ Մեղադրական եզրակացության գործուղարկվել է հսկող դատախազին, հսկող դատախազն էլ մեծապես հավանականությունը հաստատված համարելով ուղարկել է դատարան, քրեադատավարական գործընթացն է մեզ ներկայացնում։ Դատարանը պետք է պատշաճ իրավական ընթացակարգով քննարկի եւ եթե դատարան ներկայացվել են եւ վերաբերելի, թույլատրելի, արժանահավատ, բավարար ապացույցներ, այդ ապացույցների հիման վրա նախագահ դատավորը պետք է ունենա ներքին համոզվածություն, այստեղ շատ կարևոր ձեր ուշադրությունը հրավիրում, որ նախագահ դատավոր, առհասարակ դատավորը չի կարող ուղղակի համոզվածություն ունենալ, որ այս կամ այն անձը ենթադրաբար կատարել է այս կամ այն հանցագործությունը։ Պետք է իր համոզվածությունը, ներքին համոզմունքը բխի և ձևավորվի գործով դատարան ներկայացված ապացույցների հիման վրա։ Այսինքն ոչ իրավաբանները, ոչ, չգիտեմ, անգամ իրավաբան, բայց օրինակ ձեր պաշտպանը, դատախազը, բարոյ իրականացնող քննիչը, իրենք մեծապես հավանականություն են գնահատում։ Այսինքն պարոն Օրբելյանը ասում է, որ ոչ թե մեծապես հավանական է, իմ պաշտպանյանը անում է։ Հանրային մեղադրողը ասում է, որ մենք գտնում ենք, որ մեծապես հավանականությունը բարձր է, որ մեղադրյալները կդատապարտվեն։ Դրա վերջնական որոշում կայացնողը դատավորն է։ Եվ որոշում կայացնում է գործով ձեռք բերված դատարան ներկայացված թույլատրելի, վերաբերելի, արժանահավատ, բավարար ապացույցների հիման վրա, եթե վերջնարդյունքում այդ եզրահանգումը կա։ Մենք այս պահին ընդամենը քննարկում ենք քրեական հետապնդումը դատարեցնելու հարցը։ Ձեր պաշտպան միջնորդություն ներկայացրեց 12-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով անձնագրության հիմքով դատարեցնել։ Հիմա որոշակի հարցեր եք դուք առաջ քաշում եւ ասում եք, որ հասկացել եմ, բայց նայեք, դատավորը հարցեր չի տա։ Հիմա եթե ես հարցեր տամ, չէ՞, օրինակ ասեմ այդ պարոն Քոչյան, ինչի այդ հրամանը արձակեցիք։ Մի քանի օր աշխատանքից օրինակ պայմանական ազատեք այդ հարցերը կարգավորվեն, դա ըստ էության հարցակնության է վերածվել։ Հասկացա, ես իմ բանը ինչի մեջ է իմ մոտեցումը։ Դուք կարդում եք մեղադրական եզրակացություն։ Ես ակնհայտ ցույց եմ տալիս, որ այդ մեղադրական եզրակացության մեջ արգելելու սրտերը իրականությանը չեմ պատասխանում։ Սահմանադրությանը հակասող ձևակերպումներ։ Ակնհայտ արգելելու, անդե որ գրած էր, որ լուսի վրա կյանք կա։ Դուք ընդունել, դուք չէիք ուղարկում, կասեք տարեք իրար։ Խելքի բերես։ Այս արգելույթ իրականության չանպատասխանող բանը փոխ չի կարող։ Չեն կարող, որն պիտի կար չի կայքավորց։ Դուք դա էլ չեք կարող։ Հիմա իմ ասածը սա է, դուք այդ հարցերի վերաբերյալ որևէ հարց չեք տվել, որտեղ դուք չեք իմացել ինչ անել պատասխանների։ Հիմա իմ ասածս հետևյալն է, ինձ կոնկրետ ասում են ազնական շահագետական պահը բերելով համար, ասում են
Ես ամեն ինչ կապում եմ